Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում մթնոլորտի շրջանառությունը կլինի փոփոխական։ Հուլիսի 13-ից 15-ին Հայաստանը կշարունակի գտնվել հարավային տակոթային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում արդեն ձևավորված համեմատաբար բարձր ջերմային ֆոնը կպահպանվի, ամենատակ գոտին կրկին կլինի Արարատյան դաշտը եւ Երևանը, որտեղ հուլիսի 13-ից 15-ին ստվերում ցերեկային ժամերին կանխատեսվում է 36-ից 38 աստիճան տաքություն։ Հուլիսի 15-ի ուշ երեկոյան այդ տակոթային հոսանքները աստիճանաբար կնահանջեն դեպի հարավ, իրենց տեղը զիջելով հյուսիս-արևմուտքից ծովի կողմից ներթափանցող համեմատաբար սաղ օդային հոսանքների, որոնց ներհոսքը կտևի մինչև հուլիսի 18-ը ներառյալ։ Դրա արդյունքում հուլիսի 16-ից 18 ընկած ժամանակահատվածում հուլիսի 15-ի հետ համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 4-ից 5 աստիճանով։ Մինչև հուլիսի 14-ը երկրի ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակ, լոռի տավուշ հատվածում անպամած փոփոխական անպամածությունը կպահպանվի, իսկ ահա հուլիսի 15-ի ուշ երեկոյան եւ հուլիսի 16-ից 18 ընկած ժամանակահատվածում գիշերը եւ երեկոյան հանրապետության առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, տեղտեղ հնարավոր է նաեւ կարկուտ հուլիսի 16-ից 18 ընկած ժամանակահատվածում ուշ երեկոյան ժամերին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ հնարավոր են նաեւ Երևան քաղաքի առանձին հատվածներում։